ՄԱԿ-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիային նախորդին Հալեպի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո, որոնց հետևանքով ըստ հաղորդումների զոհվել է առնվազն 12 մարդ։ Միջազգային կազմակերպությունը հայտարարում է, թե այս որոշման մասին տեղյակ է պահել Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին, որոնք ավելի վաղ համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ։ Վաշինգտոնի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմությունը պնդում է, թե ռմբակոծությունն իրականացրել են իշխող վարչակազմի և Ռուսաստանի զինված ուժերը։ Մոսկվան առայժմ ստուգում է այդ տեղեկությունները, հաղորդել է նախագահ Պուտինի խոսնակը։ Ավելի վաղ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել էր, թե Վաշինգտոնը վրդովված է և պատրաստվում է հարցը բարձրացնել ռուսների հետ դեմ հանդիպման ժամանակ։ Ռեջեփ Էրդողանը կրկին Վաշինգտոնից պահանջել է Թուրքիային արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլա Գյուլենին, ում Անկարան մեղադրում է հուլիսի հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ։ Միացյալ Նահանգները չպետք է ապաստան տա ահաբեկիչներին, ասել է Էրդողանը, հավելելով՝ Գյուլենին պահելը որևէ կերպ չի կարող արդարացվել։ Խոսելով հարևան Սիրիայում շարունակվող ճգնաժամի մասին, Թուրքիայի նախագահը պնդել է, թե այն չի հանգուցալուծվի, քանի դեռ Բաշար Ալ-Ասադը իշխանությունից չի հեռացվել։ Միջազգային դիտորդների գնահատականով Ռուսաստանում անցած շաբաթավերջին անցկացված խորհրդարանական ընտրությունները եղել են թափանցիկ, սակայն բազմաթիվ խախտումներով ու թերություններով։ Տեղական դիտորդները ևս ահազանգում են կեղծիքների մասին։ Գոլոս դիտորդական ընկերակցության ղեկավարներից Գրիգորի Մելքոնյանցի խոսքով կիրառվել է դասական սցենարը, լցոնումներ, կարուսելներ, իջնիդեպ արձանագրել են նաև կառավարության տեսախցիկները։ ԱՊՀ, այդ թվում հայաստանցի դիտորդները ռուսաստանյան ընտրությունները գնահատել էին որպես թափանցիկ ու արդար։ И начинает эту пачку бюллетеней вбрасывать. Հյուսիսային Կորեան առաջնորդ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ նոր հրթիռային շարժիչ է փորձարկել, հաղորդում է պետական լրատվամիջոցը։ Այցելելով Սոհե փորձարարական զորակայան, Կիմ Չեն Ինը գիտնականներին ու մասնագետներին կոչ է արել այսօրվա հաջող փորձից հետո սեղմ ժամկետում պատրաստվել Արբանյակի արձակմանը։ Փխենյանի միջուկային ու հրթիռային փորձարկումներն այս տարի հասել են աննախադեպ ցուցանիշի, չնայած միջազգային հանրության խիստ քննադատությանը։ Ի պատասխան ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստացրել էր պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ։ Լոնդոնում շարունակվում է Apple-ի երաժշտական փառատոնը, արդեն 10-րդ անգամ անցկացվող միջոցառումը մեկնարկել է Գրեմմիի մրցանակակիր Էլթոն Ջոնի կատարմամբ և կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջ։ Առաջիկա օրերին այստեղ բեմ կբարձրանան հանրահայտ 10 աստղեր, այդ թվում Բրիթնի Սփիրզը, Ռոբի Ուիլյամսը, Մայքլ Բուբլեն և Ալիշա Քիզը։